կոկայնի թեմայով, պարոն Բադասյան, վերջերս էլի ոնց որ ՊԿ հաղորդակցություն տարածեց, որ էլի կոկային եք հայտնաբերել, այ ոնց է լինում, որ կարող է ինչ-որ սխալները շտկելու արդյունքում եղավ, որ սկսեցիք հենց արդեն մաքսակետում մաքսային ձնության արդյունքում այդ կոկայինները հայտնաբերել, որովհետև այն 1 տոննա կոկայինը, որ Միրան Պողոսյանի մոտ հայտնաբերվել է իր վերած այդ ներկայացված բանանի արկղերում, նույն պարոն Պողոսյանը վերջերս ինձ տված հարցազրույցում ասել, որ մաքսային ծառայությունը ինչ էր անում, ՄԱՂԱՏ-ն ինչ էր անում, երբ որ այդ մի տոննա կոկայինը մտնում էր Հայաստան ու մի 15 օր մնում էր Հայաստանում։ Մենք միշտ էլ հայտնաբերել ենք թմրամիջոցներ, բայց դա մեր աշխատանքը իդեալական չի եւ բավական բարելավումների տեղ կա, թե էլեկտրոնային համակարգի, թե ռիսկի պրոֆիլների մշակման, թե շնայտական կենտրոնի կարողությունների զարգացման տեսանկյունից, բայց ես ձեզ խորհուրդ եմ տալի, օրինակ հիմա Google-ի միջոցով փորձեք հարցնել Google-ին, թե ԵՄ տարածք օրինակ տարեկան ինչքան կոկային է մտնում կամ ինչքան այլ տեսակի թմրամիջոց է մտնում։ Օրինակ Անտվերպի պորտով, հա, ինչքան թմրամիջոցներ են մտնում ամսական։ Իրենց մաքսային մարմինները ինչ գործողություններ են մշակում դրա դեմ պայքարելու համար։ Իտալական պորտերով ինչքան է մտնում։ Եթե մաքսային մարմինը 100% բեռները զննի Հայաստան մտնող, միջև փոթի հերթ կգոյանա, այսինքն պետք է ռիսկերի ճիշտ համակարգ ունենալ, ճիշտ թիրախավորել եւ ճիշտ անել եւ նաեւ բնականաբար շատ կարեւոր է համագործակցությունը տարբեր իրավապահ մարմինների միջև, միջազգային համագործակցությունը եւ այլն։ Այդ բոլոր ուղղությունները մաքսայինի թերացումն է եղել, որ այդ 1 տոննա կոկայինը չի հայտնաբերվել։ Եթե ռիսկի պրոֆիլը օրինակ ռիսկային համարը եւ թիրախավորել եւ զննության ենթարկվեր, կընդունեի։ Եթե այդպես չի, չեմ կարող լիարժեք ընդունվել, բայց ցանկացած թմրամիջոցի մուտք Հայաստանի Հանրապետություն, եթե դա տեղի է ունեցել մաքսային հսկողության գոտով, ի վերջո այո մաքսային մարմնի պատասխանատվությունը եւ պետք է շարունակել կարողությունները զարգացնել, որպեսզի հնարավորինս կրճատել այդ չարիքի մուտքը Հայաստան։ Իսկ այդ կոկայինը վերջը ոնց է ոչնչացնում։ Տեղ եկեք ոչնչացվեց, թե մի քիչ մնացել է տակը։ Պարոն Բադասյան, առաջ պետք է շրնդալից հայտարարի